Հանուն Աստծո, առաջին հերթին թույլ տվեք մեր խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի թե ժողովրդին եւ թե կառավարությանը Իրանի Բանդար Շահիդ Ռաջայի այս ողբերգական դեպքի հետ կապված հայկական կողմի կարեկցանքի եւ ցավակցության համար։ Ինչպես քաջատեղյակ եք, ապրիլի 26-ի իրադարձություններից ապրիլի 26-ին Բանդար Շահիդ Ռաջայիում հրդեհ բռնկվեց, որի հետևանքներով մենք թե ունենք զոհեր, նահատակներ, եւ թե ունենք վիրավորվածներ, եւ թե ունենք նյութական վնասներ, շենքեր են փլուզվել։ Անմիջապես դեպքի մասին տեղեկանալուց հետո երկրի բոլոր համապատասխան մարմինները եւ կառույցները պատրաստ էին որպեսզի աջակցել եւ գնալ խնդիրը լուծել։ Բարեբախտաբար հաջողվեց, որ հրդեհաշիļման աշխատանքները լիովին կատարել եւ հիմա ամբողջովին ավարտված է ամեն ինչ։ Եվ արտան համապատասխան մարմինները սկսել են զննել եւ հետաքրքրվել, թե պատճառը ինչ է եղել։ Այդ իսկ պատճառով մենք սպասում ենք համապատասխան մարմիններին, որպեսզի ներկայացնեն եւ զեկուցեն, թե հրդեհի պատճառը ինչ է եղել։ Ամենայն դեպս անմիջապես միջադեպից հետո Իրանի ժողովուրդը մեկ մարդու պես բոլորը կողք կողքի կանգնած աջակցում էին բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից եւ սգում են բոլորը իրենց վիշտը։ Նույնիսկ շատերը դիմել են հիվանդանոցներ, որպեսզի օժանդակ կերպով արյուն հանձնեն, որ եթե նման կարիքներ լինում է բժշկական օգտագործման համար կարողանան աջակցեն։ Նաև պետք է նշեմ, որ աշխարհի տարբեր տեղերից մենք ցավակցական ուղերձներ ենք ստացել մեր պաշտոնյաների համար։ Եվ դա շարունակվում է։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի կառավարությանը եւ ժողովրդին ցավակցության եւ կարեկցանքի համար։